Վերնիսաժ, շախմատ ու դեպի Գեղարդ։ Դիեգո Մոնֆրեդինին մեր երկրի բացահայտումը սկսում է Հայաստանի ավանդական վայրերից ու թրավելերների համար էկզոտիկ դուդուկի ուղեկցությամբ։ Vimeo video hosting-ում ռեժիսոր Դիեգո Մոնֆրեդինի ճամփորդական ֆիլմերը ամենադիտվածն են նրա ճամփորդական քարտեզում, կարմիրով նշվում են այն երկրները, որտեղ առավելապես զգացմունքային մարդիկ են ապրում։ Հայաստանի մասին ճամփորդական տեսապատումը հենց այդպես էլ կոչվում է Viaggio Sensoriale in Armenia։ Դիեգոյի հայաստանյան ֆիլմի գլխավոր դերում Էնիկո Ռադրիցյանին է, Իտալիայում հայտնի ճամփորդ լրագրող։ Մեր զգացական ճամփորդության հանգրվանն այսօր Հայաստանն է, երկիր, որտեղ կբացահայտենք անցյալի ու ապագայի շոշափելի ներկայությունը, կհիանանք վանքերի խորհրդավորությամբ ու բնության վեհությամբ։ Եվ այդ ամենը ռեժիսորն ու լրագրողը անում են լուռ։ Նրանց ճամփորդությունը Հայաստանում ընթանում է առանց խոսքերի։ Երաժշտությունն է պատմում հայկական խոհանոցի, լեռների, կրոնի ու մարդկանց մասին։ Հպվելն ավելի կարևոր է, քան խոսելը, լսելն ավելի կարևոր է, քան տեսնելը։ Դիեգոն ու Էնրիկոն ասում են, ամեն երկիր ունի լռության իր ձայնը։ Հայաստանինը կախարդիչ գեղեցիկ էր։ Դիեգո Մոնֆրեդինին ֆեյսբուքյան կարծրությամբ հասցրեց տեղեկացնել միայն, որ ֆիլմն անցած տարի է նկարահանել, հետարտադրությունը նոր է ավարտել։ Զգացմունքների Հայաստանը հուսով են կգերի շատերին, այն նոր է հայտնվել համացանցում։ Անի Հակոբյան, ժամը լրատվական։